Թշնամու գնդակը ուղիղ խնածախի մշակույթի տան ճակատին, Ֆրանսիայում անհանգիստ են, Բաքուն մեղադրում է Փարիզին։ Ադրբեջանական պահանջ, հայկական առաջարկ, ինչ տվեց Անտալիայի դիվանագիտական ֆորումն ու որտեղ է կանգ առել ճանապարհների բացման հարցը։ Արցախի էջը փակված չէ, բաց պետք է պահի Հայաստանի իշխանությունը, բողոք արտգործնախարարության դիմաց։ Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թբիլիսիի հետ, Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը։ Ուկրաինական Սումիում հաշվում են ռուսական Իսկանդերի հարվածի վնասները։ Ուրիշի մեքենայի համարանիշով երթևեկես ճաղերի հետևում կհայտնվես։ Շենքը կա, կառուցապատողը սնանկ է համարվում, ով եւ ինչպես պետք է լուծի Միկոյան 64-ի բնակիչների հարցը։ Մարդը իր գործով, պտուղը ծառով է ճանաչելի, այսօր ավագ երկուշաբթի է։ Բարի երեկո, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես թողարկումը սկսենք սահմանային վերջին զարգացումներով, Սյունիքում կրկին ակտիվացել է թշնամին։ Խնածախի մշակույթի տան պատերին տանիքին թարմ են գիշերվա գնդակոծության հետքերը։ Համայնքի ղեկավարը իր աչքով է տեսել, ինչպես են ադրբեջանցիները ուղիղ նշանառության տակ առել մշակույթի տունը, որտեղ նաև գյուղապետարանն է։ Մինչդեռ Բաքուն պնդում է, թե Ադրբեջանի զինված ուժերը չեն կրակել քաղաքացիական օբյեկտների վրա, այլ իբր թե պատասխանել են հայկական կողմի սադրանքին։ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի գնահատմամբ էլ սահմանին իրադրությունը հարաբերական, կայուն է, կրակոցներն էլ անհասցե։ Թշնամին գիշերը կրակի տակ է պահել Սյունիքի խնածախը, գյուղում անակնկալի չեն եկել սովորեն, խնածախի ղեկավարն է պատմում, ինքն էլ մշակույթի տանն է եղել, երբ այն նշանառության տակ են պահել, գյուղապետարանն էլ հենց այդ շենքում է։ Ես մշակույթի տան բակում էի։ Կրակոցը թիրախավորված, անգամ կրակոցը չեն կարող, անգամից 2-3 անգամ դե կրակել։ Մշակույթի տան վրա։ Երեք ցամփոշ ես կպելակ մշակույթի տան դիմային հատվածին։ Նշան են բռնել։ Ինչ տեսածով այո, եզրակացությունը արդեն փորձակնությունը կանի ես չեմ կարող ասել։ Որ ժամին էր, պարոն Միրզոյան։ 10:20, 12:20, 2:20, բայց բացառությունը այսօր, որ 4:30 րոպե նոմա չի եղել այսօր։ Վախ որ ասեմ, նման վախ չկա, բայց մտահոգություն ա մի քիչ ժողովրդի մոտ, որ ասենք ընդհանուր այս հատվածի մի քիչ երկար ա տևում։ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը իրադրությունը սահմանին գնահատում է հարաբերականորեն կայուն, ասում է, որ կրակոցները սակավաթիվ են ու անհասցե։ Կրակոցները երբեմն, որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել։ Իսկ կուտակումներ կան։ Այս պահին ոչ։ Սյունիքը, հատկապես խնածախն ու Խոզնավարը առաջին անգամ չէ, որ այս օրերին Բաքուն գնդակոծում է։ Ապրիլի 5-ին նրանց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարական իջեցրեց ձևակերպելով ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքել։ Հետևեց Բաքվի հայտարարությունը, այստեղ էլ ձևակերպեցին հայկական կողմի դեմ ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ։ Եվ այդ ընթացքում կրակում էին, ապրիլի սկզբին էլ նմանօրինակ մի հայտարարություն արեցին, էլի մոգոնելով, իբր ձեռնարկել են համարժեք գործողություններ։ Ոչ միայն պաշտոնապես էր հայկական կողմը կրակոցների մասին ռեժիմով հերքում, այլև տեղից գյուղերի ղեկավարներն էին հաստատում, որ նույնիսկ պատասխան չենք տալիս։ Նույն ժամերը չի փոխվում համարյա, նույն ձևով կրակում են 10:20, 12:20, շերը 2-ին է լինում, 3-ին է լինում նայած որոր, առավոտը 4-ին։ Իսկ մերոնք պատասխանում են մեր կողմից պատասխան։ Ընդհանրապես, մի հատ էլ է։ Եվ ահա այսօր էլ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաստատեց, հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են խնածախի ուղղությամբ վնասել գյուղի մշակույթի տունը։ Կոչ արեց ադրբեջանական կողմին հետաքննել խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պատասխանեց, հայտարարեց մեջբերում հայկական կողմը անհիմն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն ապատեղեկատվություն է տարածել։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Սրանք քաղաքացիական բնակչության տներն են ադրբեջանական գնդակոծությունից հետո։ Հայկական զինված ուժերին մեղադրելով սադրանքների մեջ Բաքուն համառորեն պնդում է, թե ադրբեջանական բանակը իբր համարժեք միջոցներ է ձեռնարկում
միայն իրենց դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան։ Ստերի այս տարափի մեջ նրանք ծպտունել չեն հանում, որ Երևանն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, բայց մինչև օրս չեն էլ արձագանքել։ Կոնկրետ զսպող մեխանիզմ չկա տվյալ դեպքում։ Այս պարագայում Ադրբեջանի գործողությունը միանշանակ ուղղված է ռազմավարական առավելություն ձեռք բերելուն։ Մյուս կողմից Հայաստանը պետք է խնդիր ունի սա ցույց տալու, որ այս ագրեսիան նախ ով է հստակ ագրեսորը տվյալ իրավիճակում, չվախենա օգտագործել այդ բառը, եւ որ սա ազդում է ոչ միայն կոնկրետ երկու կողմերի, այլ ողջ տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլման վրա։ Ֆրանսիան է արձագանքում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։ Արտգործնախարար Ժան-Նոել Բարոն է մտահոգություն հայտնում։ Շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով, հուսով եմ, որ եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել եւ զսպել այդ լարվածությունը։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկյալներին։ Բարոյի հայտարարությունից Բաքուն տեղն ու տեղը ջղաձգվեց, Փարիզին կեղծավորության համար մեղադրեց։ Ձևակերպեց, թե Հայաստանին մահացու զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը։ Մաղձ է թափում Փարիզի վրա ու կեղծ լուրեր տարածում, իբր Հայաստանը լրացուցիչ ռազմական ուժեր է տեղակայել Ադրբեջանի Նախիջևանի հետ սահմանին։ Ադրբեջանական Telegram ալիքները ողողված են այս կեղծիքով, գրում են, թե իբր վերջին շաբաթներին Հայաստանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել այդ տարածքում։ Ինչ կա Ալիևի մտքին, հայկական կողմի մեղադրական քարոզն է անում ու կրակում։ Սիրանուշ Մուրադյան, ժամլրատվական։ Երևանից հնչող խաղաղության այսօրվա հավաստիացումները բավարար չեն Բաքվի համար։ Երկարաժամկետ երաշխիքներ են ակնկալում, որ մի օր եթե իշխանություն փոխվի Հայաստանում, Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից հետ քայլ չանի։ Այսպես հին սկավառակը Բաքվի դիվանագետը նորից է պտտեցրել Անտալիայի դիվանագիտական ֆորումում, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Երևանը հավատարիմ է խաղաղության պայմանագրին ու պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրել Սյունիքով Հայաստանի իրավազորությամբ առանց բեռները երկար բարակ ստուգելու։ Թուրքական Անտալիայում կողք կողքի նստեցին Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի արտաքին դիվանագիտության ղեկավարները։ Իսկ ինչ տվեց այդ հարթակը հայ-ադրբեջանական բանակցություններին։ Էական ոչինչ։ Ադրբեջանական պահանջներ, հայկական պարզաբանումներ, կարճ ասած դարձյալ փակուղի։ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, Բայրամովի այս պնդմանը հակադարձեց մեր երկրի արտգործնախարարը, ասաց մեր մայր օրենքում տարածքային պահանջներ Ադրբեջանից չկան։ Նաև հիշեցրեց խաղաղության փաստաթուղթը։ Այնտեղ ամրագրված է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը։ Բացի այդ, երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Միսկի խմբի լուծարման պահանջն էլ կրկնեց Բայրամովը։ Միրզոյանը ասաց, պայմանագրի ստորագրումից 10 րոպե հետո կարող է այդ հարթակը լուծարվել։ Հակասության հաջորդ կետը կոմունիկացիաներն են։ Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները մինչև օրս դրական արձագանքի չեն արժանացել, ասաց Միրզոյանը։ Անտալիայում էլ կրկնեց, թե ինչ են առաջարկել ադրբեջանցի գործընկերներին։ Առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների ֆիզիկական ստուգումից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, այս տեղեկատվությունը կարող են փոխանակել համապատասխան կառույցները, ինչը թույլ կտա ունենալ այդ տրանզիտը առավելագույն արագությամբ, բայց դրական պատասխան չկա։ Դրական պատասխան չկա, որովհետև Ադրբեջանում հետոից են վախենում։ Բայրամովը ձևակերպում է, մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո խնդիրներ կարող են լինել, ինչպես 30 տարի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին։ Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչնդոտ անցում բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակը այլևս ենթակա չլինի փոփոխության եւ կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից։ Անկախ այս դիվանագիտական մանևրումներից պարզից էլ պարզ է, որ ճանապարհի հայկական առաջարկը Բաքվի համար միանշանակ հարմար տարբերակ է։ Քաղաքագետն է ասում, սա գրեթե անխոչնդոտ առանց ստուգումների ճանապարհ է ադրբեջանական բեռների համար։ Այդ դեպքում որն է բոյկոտի պատճառը։ Իրենց հետաքրքրում է ողջ Սյունիքը, նրանք ըստ երևույթին հնարավոր են համարում դա վերցնել կամ Իրանի դեմ գործողություններ լինեն այդ դեպքում ռազմական ճանապարհով կամ փախստականների վերադարձ
հարցով։ Շարժակազմը կանգ չի առնի, կնքված վագոնները չեն բացվի, ավելորդ քաշքշուկներ չեն լինի։ Սա է առաջարկի տրամաբանությունը։ Ադրբեջանական կողմը խնդիրներ չի ունենա, բայց խնդիրներ կլինեն մեզ համար։ Քաղաքագետը համոզված է, ադրբեջանական սադրանքները անխուսափելի են ճանապարհի բացման ցանկացած սցենարի դեպքում։ Այսինքն, քանի որ այդ գնացքը անցնում է Ադրբեջանից Ադրբեջան, հետևաբար ըստ այդ տրամաբանության կարիք չկա վերահսկել։ Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցիներն իրենց սադրանքներ կկազմակերպեն իբր հարձակում իրենց բեռների վրա, իբր դիվերսիան, կամաց-կամաց այդ միջանցքը կվերցնել այնպես, ինչպես արեցին Լաչինի միջանցքի դեպքում։ Ուզում են մեր երկրում իրենց զգալ ինչպես տանը, անարգել մուտք են ուզում։ Բայրամովը հիշեցնում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։ Ադրբեջանցին մոռանում է մյուս կետերը, որոնք անտեսում է իր երկրի դիվանագիտությունը ու ոտքի տակ տալիս։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը առաջիկա օրերին կլինի Եվրամիության երկրների արտգործնախարարների սեղանին։ Եվրոպական խորհուրդը հայտնում է, որ արտաքին գործերի ղեկավարները կքննարկեն ընթացիկ զարգացումները հատուկ ուշադրություն դարձնելով առկա խնդիրներին։ Նախատեսված է նաև քննարկել Ուկրաինայի շուրջ զարգացումները, Մերձավոր Արևելքում եւ տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակ, այդ թվում Սիրիայի վերջին զարգացումները։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Արցախի էջը փակված չէ, բաց պետք է պահի Հայաստանի իշխանությունը, բողոք արտգործնախարարության դիմաց։ Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թբիլիսիի հետ, Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը։ Ուկրաինական Սումիում հաշվում են ռուսական Իսկանդերի հարվածի վնասները։ Ուրիշի մեքենայի համարանիշով երթևեկես ճաղերի հետևում կհայտնվես։ Շենքը կա, կառուցապատողը սնանկ է համարվում, ով եւ ինչպես պետք է լուծի Միկոյան 64-ի բնակիչների հարցը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը անդրադառնալով Թուրքիայի ահագնացող հավակնություններին հայտարարել է, որ Անկարայից սպասվող հնարավոր սպառնալիքի դեպքում հունական ուժերը իզորու են պատասխան գործողությունների անցնել հաշված րոպեների ընթացքում։ Այս սկանդալային հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայի ներսում։ Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացած Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունները 2.5 ժամից ավելի են տևել։ ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչները առանձին սենյակներում են գտնվել, կողմերի միջև շփումը ապահովել են Օմանի դիվանագետները։ Բանակցողները կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ։ Բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին Հռոմում։ Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ արտգործնախարար Աբբաս Սարախչիի հետ հանդիպման նպատակով Թեհրան է այցելելու ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլը պաշտոնական Թեհրանը կառուցողական է գնահատել։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Վրաստանի հետ։ Հիշեցնեմ, այս երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները Վրաստանը դադարեցրել էր 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչելուց հետո։ Գազայի հատվածի գլխավոր հիվանդանոցի շենքը ենթարկվել է հրթիռակոծության, Իսրայելի հասցրած հարվածներից ավերվել է շտապ օգնության բաժանմունքը։ Հիվանդանոցի աշխատակիցներին հաջողվել է շենքից տարհանել հիվանդներին, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Ըստ իսրայելցի զինվորականների հայտարարության հիվանդանոցը վերահսկել է ծայրահեղական կազմակերպությունը։ Ռուսական զինուժը Իսկանդեր հրթիռներով հարվածներ է հասցրել Սումիում ուկրաինական Սևերսկի օպերատիվ մարտավարական խմբավորման հրամանատարական կազմի հավաքատեղին, ըստ տեղեկությունների խոցման հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 60 զինծառայող է զոհվել, 3 էլ Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով 34 մարդ էր զոհվել։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթած պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնելուց հետո Գերմանիան պատրաստ է Ուկրաինային մատակարարել մեծ հեռահարության Տաուրուս թևավոր հրթիռներ, որոնց առաքումը Ուկրաինան արգելել էր Օլաֆ Շոլցի
կառավարությունը։ CBS News-ի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհայինի, եթե մենք հաստատակամություն չցուցաբերենք, Պուտինը առաջ կգնա, քանի որ նրա վերջնանպատակը ռուսական կայսրությունը վերակենդանացնելն է ու ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո գտնվող տարածքները վերադարձնելը, հայտարարել է Զելենսկին ԱՄՆ նախագահին հրավիրելով Ուկրաինա սեփական աչքով տեսնել, ինչ են անում ռուսները ուկրաինական բնակավայրերում։ Եվ կրկին վերադառնանք մեր երկիր, Արցախի էջը փակված չէ, բաց պետք է պահի Հայաստանի իշխանությունը։ Բողոքով արտաքին գործերի նախարարություն եկած արցախցիները հայտարարել են, որ դեմ են արտգործնախարարի ու կառավարության որդեգրած քաղաքականությանը, ինչի արդյունքում մոռացության է մատնվում հայկական Արցախը։ Բաքվում հայ գերիների են դատում, իսկ հարցը խաղաղության օրակարգում չի ներառվում։ 11 կետից բաղկացած պահանջագրով են մի խումբ արցախցիներ այսօր նորից հասել Հայաստանի արտգործնախարարություն։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է անում արցախահայերի վերադարձի, Բաքվում ապօրինի դատվող հայերի իրավունքների պաշտպանության, Արցախի մշակութային ժառանգության, մասնավոր սեփականության պաշտպանության պահանջներով։ Հավաքվածները ձևակերպում են Հայաստանի արտգործնախարարությունից կոնկրետ դիվանագիտական քայլեր են ակնկալում իրենց հարցերի լուծման համար։ Իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղված միջազգային գործընթաց եւ ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձ իր հայրենիք։ Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցների եւ Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին հայերի շիծ ու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, թե Հայաստանը հայ գերիների վերադարձի հարցը պետք է դարձնի խաղաղության պայմանագրի ստորագրման անսակարկելի ու հիմնական նախապայման, ինչպես նաև միջազգային ատյաններում թարմացնի հայ գերիներին առնչվող հայցերը, դրանցում ներառելով խոշտանգման ու բռնության նոր դեպքերը։ Մենք զբաղվում ենք, դա չի երևում, դա չի կարող նախապայման լինել, դա զուտ արդարացումներ են։ Ոչ թե չի կարող, այլ ամոթ է, որ այդ պայմանը, մեր գերիների վերադարձի պայմանը նախապայման չլինի որևէ բանակցության համար։ Նախկին պետնախարարն ասում է, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը պետք է ստանձնի Հայաստանի իշխանությունը։ Բեգլարյանը համոզված է, լռությունը ստեղծում է տպավորություն, թե Արցախի հետ կատարվածը արդեն փակված հարց է։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու մեր պահանջները կարողանանք ներկայացնել եւ այնքան կոնկրետ լինենք, գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն եւ դրան զուգահեռ նաեւ լինի հանրային ճնշում։ Արցախյան հարցի, արցախահայերի վերադարձի հիմնախնդիրները արտաքին դիվանագիտական օրակարգից անելը խիստ անընդունելի են համարում հավաքվածները։ Պահանջում այդ դիրքորոշման վերանայում, նաեւ շոշափելի դիվանագիտական քայլեր հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ օրենսդրական փոփոխություններ կան ճանապարհային երթևեկության մասին օրենքում։ Եթե վարորդական չես ստացել, բայց մեքենա ես վարում, պարեկը ստուգեց կտուգանի 200,000 դրամով։ Իսկ եթե ուրիշի մեքենայի պետ համարանիշներով ես երթևեկում, կարող ես անգամ ճաղերի հետևում հայտնվել։ Նաիրի Մուրադյանը գիտի սպասվող փոփոխությունների մասին։ Երթևեկության կանոնների եւս մեկ խստացում։ Վարորդը կեղծված կամ մեկ այլ վարորդի տրանսպորտային միջոցից վերցված հաշվառման համարանիշով մեքենան վարեց, քրեական պատասխանատվության առջև կկանգնի։ Կեղծիքը ինքնին հանցագործություն է իրենից ենթադրում եւ չի կարող վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում տեղ գտնել, ինչպես նաեւ մենք ունենում ենք երկու դեպք՝ փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցից վերցված, փոխարինվածը դա այն դեպքն է, որ տրանսպորտային միջոցի սկզբանե չունի հաշվառման համարանիշ եւ դնում է այլ հաշվառման համարանիշ, իսկ այլ տրանսպորտային միջոցն է, որ ինքը արդեն իսկ ունի հաշվառման համարանիշ, սակայն տրանսպորտային միջոցի վրա ուրեմն տեղադրվում է այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։ Ներքին գործերի նախարարությունը մտահոգիչ է համարում նաև առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը։ Օրենսդրական փոփոխությունը վերաբերում է նաև վարորդական իրավունքից զրկվածներին։ Երբ որ անձը ի սկզբանե չունենալով վարորդական իրավունք վարում էր տրանսպորտային միջոց եւ ըստ էության ընդհանրապես բաց էր մնացել այս հատվածը եւ նույնպես հանգեցնում էր բաժից խուսափելու։ Երբ տրանսպորտային միջոցի վարորդը ի սկզբանե վարելու իրավունք չունի,
սակայն տրանսպորտային միջոցը վարում է, այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չէ սանկցիաներ։ Մենք մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200,000 դրամի չափով վարչական տուգանք։ Բավական չէ վարորդական իրավունքից է զրկված քաղաքացին, նաև երթևեկության կանոնների խախտումներ է կատարում։ Օրինակ անցնում է կարմիր լույսով։ Այս դեպքում էլ քաղաքացու պատասխանատվությունը կխստացնեն։ Զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելը նախատեսում էր քրեական պատասխանատվություն։ Այստեղ ավելացվում են նաև վարչական իրավախախտման դիսպոզիցիաներ եւ սանկցիաներ, որ բացի այն, որ զրկված վիճակում վարորդը տրանսպորտային միջոցը վարել է, այդուհանդերձ կոնկրետ վարչական իրավախախտման համար, այսինքն կարմիր լույս է անցել կամ այլ ինչ որ վարչական իրավախախտում է կատարել, այս դեպքում նախատեսվում է վարչական տուգանք ևս։ Լինում են դեպքեր, երբ ոչ սթափ վիճակում վարորդը մեքենա է վարում եւ խուսափում է ներկա գտնվել վերջնական ակտի եւ փորձաքննության ժամանակ։ Փոփոխություններով վարորդի ներկա չգտնվելու դեպքում էլ ակտ կկազմվի։ Այդպիսով շրջանցելով օրենքը չեն ենթարկվում պատասխանատվության։ Մենք նախատեսում ենք իրավախախտ վարորդի բացակայության պայմաններում ևս հնարավորություն, որպեսզի վարչական արձանագրությունը կազմվի։ Կարգազանց վարորդներ կան, որոնց մեքենաները ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ ձայնային սարքավորումներով են, կարմիր փարոսիկներով են մեքենան վարում։ Նրանց ևս վարչական պատասխանատվության կենթարկեն։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենսդրական բոլոր փոփոխություններին։ Նախագիծը կգնա լիագումար նիստերի օրակարգ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի 64-րդ շենքի բնակիչները ի նշան բողոքի այսօր վաղ առավոտից փողոց են փակել։ Բնակիչները թեև նոր են բարձրաձայնում, բայց խնդիրը նոր չէ։ Տարիներ առաջ կառուցապատողից բնակարան են գնել, շատերը անգամ կանխիկ են վճարել, բայց այսօր կառուցապատողը սնանկ է ճանաչվել եւ ոչ ոք չի ասում, որ մարդիկ գումարը արդեն վճարել են։ Մենք չենք խոչընդոտել այդ ալտերնատիվ ճանապարհները չենք փակել։ Տիգրան Պետրոսյանով ճանապարհը կա։ Մայրաքաղաքի Դավթաշեն համայնքն է Միկոյան 64 հասցեն։ Շենքի բնակիչները փակել էին փողոցը։ Պահանջներ ունեն սնանկ ճանաչված կառուցապատողից։ Արդեն 1 տարի է բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, այնինչ կառուցապատողը սնանկ է համարվել։ Բնակարանների հարցն էլ օդում է մնացել։ Փորձել ենք տարբեր օղակների հետ, այնտեղ դատախազություն, քննչական եւ այլն եւ այլն։ Բոլոր տեղերում, որտեղ որ դիմում ենք, տեսեք, մինչեւ հարցը բարձրանում է, այսինքն չգիտեմ, մենք ուղարկում ենք մեր հարցը, նամակը եւ այլն, պատասխանը նույնիսկ ամենաչնչին անհեթեթ պատասխանը տևում է մինիմում 4-ից 5 ամիս մինչեւ գալիս է, այդ ընթացքում կառուցապատողը, տեսեք, ճանաչվեց սնանկ, դրանից հետո ինքը փորձում է անօրինական գործարքներ կնքել։ Հիմա խնդրի առաջ են կանգնած հատկապես այն բնակիչները, որոնք կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու չեն կարողանում ապացուցել այդ փաստը։ Բնակիչներից մեկը ասում է, որ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի իրենց խնդիրներով, բայց դժգոհ են։ Իրենք այդ խմբում ներառված չեն։ Նոտարի իրականացրած հանցագործ գործողությունների հետևանքով այս մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որ պարտավոր են նորից իրենց պայմանագրի գումարը ամբողջությամբ վճարեն։ Այդ հարցի արդարացի լուծում, պատասխանատվության թող ենթարկեն նոտարին, կառուցապատողին, չգիտեմ, այդ կանխիկ գումարը խարդախությամբ մարդկանցից վերցրել են։ Բողոքավորները պատմում են, որ կառուցապատողն ի սկզբանե մի այլ բան է ասել ու ներկայացրել գնորդներին, դրանից հետո մեկ այլ բան որոշել ու արել։ Մասնավորապես 4000 քառակուսի մետր հողատարածքում կառուցապատողը որոշել է ապօրինի շենք կառուցել։ Մինչդեռ գնման իրավունքների պայմանագրով մեկ այլ բան է նախատեսված։ Բնակիչները պահանջում են, որ այդ շենքն էլ չկառուցվի, որովհետև այդ տարածքն ըստ նրանց ուղղակի զավթվել է։ Քաղաքապետարանից խոստում ստացան, որ ապրիլի 16-ին կընդունեն նրանց։ Դժգոհությունները կքննարկեն։ Բողոքավորները բացեցին ճանապարհը պայմանով, որ եթե իրենց խնդիրները չլուծվեն, չեն նահանջի եւ կրկին կշարունակեն բողոքի ակցիաները։ Դարձյալ ճանապարհներ կփակեն։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Մարդը իր գործով պտուղը ծառով է ճանաչելի, այսօր ավագ երկուշաբթի է։ Այլ թեմաներ, բարձր որակ մատչելի գին այս կարգախոսով արդեն 10 տարի Հայաստանում է ջեռուցման, հովացման համակարգերի ոլորտում առաջատար համարվող Media բրենդի պաշտոնական ներկայացուցիչ Celsius ընկերությունը։ Նորարարական համակարգերը հնարավորություն ունեն հեռավար կարգավորել տան ջերմաստիճանը սմարթֆոնի միջոցով։
Media Caucasus ռազմավարական գործընկերների համաժողով 2025-ն է։ Կոնֆերանսին ներկա են Չինաստանի, Իտալիայի, Վրաստանի Media ընկերության գործընկերները, տարբեր խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կառուցապատողներ, նախագծողներ, դիզայներներ, ճարտարապետներ։ Մեր գործընկերներին ողջունենք։ Ավելի քան 10 տարի Media-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում։ Ընկերությունը չինական, իտալական ընկերությունների հետ համագործակցելով առաջարկում է օթորակիչներ, ջեռուցման, հովացման տարբեր համակարգեր։ Media-ի նոր հեռակառավարման համակարգը արդեն Հայաստանում է։ Բջջային հավելվածների միջոցով աշխարհի տարբեր կետերից հնարավոր է սմարթֆոններով կառավարել ջեռուցման, հովացման համակարգերը։ 2025 թվականը սկսում ենք նոր ինովացիոն համակարգերով, որը ներկայացնում է Media բրենդը։ Ունենք այնպիսի տարբերակներ, որոնցով մարդը կարողանում է այսօր իր տարածքը, իր հասարակական տարածքը, բնակելի տարածքը, բնակարանը կարողանում է ավելի նոր համակարգերով, ավելի հեշտ ավտոմատացված համակարգերով ջեռուցի, հովացնի եւ իհարկե ունենք Smart Home, որով կարողանում են կառավարել ամբողջ տան տարածքի համակարգերը, կապել իրար ամեն ինչը ու կարողանում է մարդ իր սմարթֆոնով կամ իր հեռախոսով կառավարել ամբողջ համակարգը։ Media ընկերության քաղաքականությունն է տարբեր ինժեներական համակարգեր ընդգրկել մեկ ընդհանուր համակարգի մեջ, ինչը ավելի դյուրին կդարձնի շահագործողի աշխատանքը։ Բարձր որակ եւ մատչելի գին Media-ի կարգախոսներից մեկն է։ Ընկերության արտադրած համակարգերը նաեւ էլեկտրախնայող են։ Ունենալով նաեւ կոմպակտ չափսեր, հաճախորդները կարող են շատ հանգիստ տեղադրել իրենց բնակարաններում, ունենալ լիարժեք ջեռուցման եւ հովացման համակարգեր։ Հելացի փականները իրանք ունեն մի քանի տարբերակներ ներս մտնելու, որը սկսում է մեխանիկական արդեն բոլորիս հայտնի բանալիից, գալիս է հետո էկրան, որը ձեռքի հպումով ակտիվանում է, իր վրա հավաքում է կոդ։ Հետո իրանից հետո կա քարտ։ Քարտից հետո կա մատնահետք։ Media-ում ներդրված են բոլոր ինովացիոն տեխնոլոգիաները, էկոլոգիապես մաքուր են, խնայող եւ ընկերության արտադրանքը չի զիջում եվրոպական կամ ամերիկյան եւ ոչ մի բրենդի։ Նաիրի Մունադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայ առաքելական եկեղեցին նշում է ավագ շաբաթը, որը խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից, արարելով երկնքի հաստատությունը։ Այս ընթացքը համարվում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը։ Այդ պատճառով էլ շաբաթը համարվում է ավագը։ Ավագ երկուշաբթի է, ավագ շաբաթն է մեկնարկում, այն խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր իրողությունները, վերջին 7 օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը եւ հարությունը։ Ինքը շաբաթների մեջ ավագագույնն է համարվում։ Ինչպես որ մեծ պահքի կիրակիները, այդպես եւ ավագ շաբաթի օրերը ունեն իրենց շատ խորհրդանշական եւ ուսուցողական իմաստը։ Շաբաթվա բոլոր օրերն ավագ են կոչվում, ամեն օրն ունի իր խորհուրդը։ Ավագ երկուշաբթին բացի այն, որ արարչագործության երկրորդ օրվա խորհրդանիշն է, եկեղեցական ավանդության մեջ հայտնի է նաեւ անիծված թզենու առակով։ Երբ Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին Քրիստոս քաղցում է, ճանապարհին մի թզենի տեսնելով մոտենում է ծառի պտղով քաղցը հագեցնելու, բայց թզենու վրա միայն տերևներ էին։ Տեսնելով այդ, Քրիստոս անեծքով չորացնում է անպտուղ թզենին։ Սա օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով։ Առավոտյան ժամերգությանն այս առակն են ընթերցում, հոգևորականները մեկնում են այն։ Սովորեցնում է մեզ բարի գործեր գործել։ Թզենին շատ գեղեցիկ եւ փարթամ մի ծառ էր, սակայն չուներ պտուղներ։ Այդպես եւ մարդու կյանքը արտաքնապես երբեմն նայում ենք շատ գեղեցիկ, շատ պատշաճ, շատ նորմալ, շատ աչքին հաճելի, բայց իրականության մեջ այդ մարդը բարի գործեր չունի եւ պտուղը իր ծառից պիտի ճանաչվի եւ մարդն էլ պիտի ճանաչվի իր բարի գործերից։ Քրիստոսը կամենում էր ցույց տալ, որ Երուսաղեմ մտնելու ճանապարհին հանդիպել էր բազմաթիվ մարդկանց, որոնց արտաքին կյանքը թվում էր թե լի է օրհնությամբ, բայց դատարկ էր եւ անպտուղ, քանզի ամեն ինչ ավելի շատ ցուցադրության եւ մարդահաճության համար էր արվում, քան իբարս Աստծո։ Երբեմն տեսնում ենք մեր արտաքին գեղեցկությունը, սակայն մեր հոգին իրապես ոչ մի գեղեցկություն չունի։ Եվ քրիստոնյայի համար կարևորը հոգու գեղեցկությունն է, հոգու պարզությունը, հոգու մաքրությունը, հոգու ջինջ լինելը, մեղքերից հեռու մնալը եւ մեղքերից
ձերբազատված, ապաշխարած լինելը։ Հիսուսը խաչելությունից առաջ չորացնելով թզենին ցույց տվեց իր աստվածային զորությունը, վկայելով, որ նույն ձևով կարող էր ոչնչացնել նաև իր թշնամիներին։ Սակայն բոլոր չարչարանքները հանդն առավ հանուն մարդկության փրկության եւ մեզ ավանդեց, որ արտաքին բարեպաշտությունից բացի հարկավոր է ունենալ նաև բարի գործերով եւ ողորմածությամբ աճեցրած փրկության պտուղը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Հայ-թուրքական սահմանը հատելու փորձը իսկական փորձանք է դարձել մի խումբ թուրքերի գլխին։ 4 հոգանոց խմբի անդամներից մեկին քշել տարել է Արաքսը, ավելի ուշ Թուրքիայում փնտրել գտել են Իսմայիլիդին։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ 4 մարդ փորձել է հատել թուրք-հայկական սահմանը, որոնցից մեկին գետը քշել է։ Իգտիրում սկսվել է կորած Իսմայիլ Ադիրի որոնումը։ Նա 3 ընկերների հետ փորձել է հատել թուրք-հայկական սահմանը, ընկել է գետն ու կորել։ Ադիրի հետ կապվելու հնարավորություն չունենալով ընկերները տեղեկացրել են իրավապահներին։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմիններն ու փրկարարները, ավելի ուշ հայտնաբերել են նրա դին։ Հնարավոր է Հայաստանը սահմանադրության հարցում գնա զիջումների։ Լրագրողների հարցին իշխանական խմբակցությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում էին մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը։ Պարզ չէր ինչ է փոխվելու, հիմա էլ պարզ չէ։ Պատգամավոր Ալեքսանյանի խոսքով պետք է հույս ունենալ, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի, իսկ սահմանադրության փոփոխությունների ժամկետների վերաբերյալ կոնկրետ հստակություն չկա։ Մայր Հայաստան շարժումը Երևանի ավականու համանուն խմբակցության անդամների հետ դեմ են արտահայտվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացրած նախագծին, որով Երևանի տրանսպորտի ուղևորցի թանկացման դեմ բողոքողները պետք է տուգանվեն։ Մայր Հայաստանը ըստ շարժման առաջնորդի վստահ է քաղաքային տրանսպորտի ուղևորցը չվճարող քաղաքացիներին տուգանելով իշխանությունները ցանկանում են արգելափակել տրանսպորտի թանկացմանն ուղղված իրենց նախաձեռնությունը։ Քաղաքացիական պայմանագիրը օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15000 դրամ տուգանել թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։ Բացվել է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնը, որի նպատակն է ճշգրիտ եւ ժամանակին տեղեկատվություն տրամադրել միգրացիայի եւ քաղաքացիության հարցերի վերաբերյալ, նաեւ բարձրացնել իրազեկվածությունը։ Կենտրոնը ստեղծվել է Եվրախորհրդի Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքի ամրապնդում ծրագրի աջակցությամբ։ Այն Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթի մաս է, որի ընդհանուր բյուջեն 2.8 միլիոն եվրո է։ Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում է ընդգրկվել։ Առաջիկայում կքննարկվի։ Հիշեցնենք, որ падգամավորը վիրավորել էր լրագրողին, նախ կոշտոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները։ Լրագրողները ստորագրահավաք էին սկսել Ազգային ժողովում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Կառավարությունը ցանկանում է կրիպտոարժույթների համար միասնական կանոններ մտցնել։ Ազգային ժողովում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։ Նրա խոսքով կարգավորումը սահմանափակվում էր միայն փոխանակողներին ներկայացվող պահանջներով։ Այժմ կանոնակարգերը կընդգրկեն կրիպտո բիզնեսի մասնակիցների ավելի լայն շրջանակ։ Ընդ որում նոր կարգը չի ազդի կրիպտոարժույթների տեխնոլոգիական կողմի վրա։ Կենտրոնանալու է միայն ֆինանսական ասպեկտների վրա։ Օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել խորհրդարանական մշտական հանձնաժողովում։ Երևանի կենտրոնում Մաշտոցի պողոտայում այսօր հնչած կրակոցներից քաղաքացի է տուժել։ Օգնության շտապած բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով Կադիլակ Մակտիշի մեքենայում են վիրավորված քաղաքացուն առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Ճակատի շրջանում հրազենից վիրավորված քաղաքացին անգիտակից է եղել։ Մաշտոցի պողոտայի 15 շենքի դիմաց հնչած կրակոցներից վնասվել է ոչ միայն Կադիլակ Մակտիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև մոտակայքում կայանած ջիպ ավտոմեքենան։ Դեպքի հանգամանքներն ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի եւ վիրավորների ինքնությունը պարզվում են։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ օթերևութաբանական կանխատեսումներ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, իսկ այժմ եղանակի մասին առավել մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 6-ից 10, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 10-ից 14 աստիճան ջերմություն։ Լոռիում սպասվում է 5-ից 8, Տավուշում 8-ից 11 աստիճան ջերմություն։ Արարատում, Արմավիրում 10-ից 13, Սյունիքի Հովիտներում սպասվում է 10-ից 14 աստիճան ջերմություն։ Սյունիքի նախալեռներում կլինի 8-ից 12 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 5-ից 7, ցերեկային ժամերին 14-ից 16 աստիճան, իսկ երեկոյան ժամերին սպասվում է 7-ից 9 աստիճան ջերմություն։
Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։